Աշխարհի, հա, այս ընդհանուր փոփոխության բանից կարճ խոսանք, որտեվ հիմա այս մի քիչ առաջ նայում էինք Վազգենին ցույց է տալիս, մեր Ֆիդանյանը ցույց է տալիս Սիրիայում խնդալով եմ ասում, թող ցինիզմ չտվա ժողովուրդ ջան կներեք, այդ ինչ են անում ալավիների նկատմամբ, այս պահի դրությամբ, ինչա տեղի ունենում, ոնց է աշխարհ օրինակ Եվրոպան հանդիպում այդ մարդու հետ, բայց այդպես մարդիկ են գնդակահարում ու երեխեք մեր աղջիկներն ուզում էին նայեն, Վազգենը ասում ախպեր գործ չունեք, էսի նայելու բան չէ, այսինքն այդ անմարդկայնությունը տրանսլյացիա է արվում, սա աշխարհը տեսնում է, ես ուզում եմ այդ ընդհանուր իրավիճակը նկարագրեմ ու հարցը ձևակերպեմ։ Եկել է մի կողմից Թրամփը, որը արդեն ասացիք ինչերից է խոսում, ինչեր է ասում, իրականում դա գլոբալ փոփոխության մասին է խոսում, որը ուզենք չուզենք լինելու է, Մյուս կողմից մեջտեղում Եվրոպան է, որը ԵՄ-ի տեսքով նվազագույնը այդպես հայտարարությունների, կսմիթների տեսքով փորձում է Թրամփին բացատրել, որ ուկրաինական բանը սենց պետք է օգնել, Ukraine we stand for Ukraine եւ այլն եւ այլն։ Ու մյուս կողմից այդ ռուս-ուկրաինական պատերազմ, այս վիճակ ինչ է կատարվում ձեր կարծիքով, կարճ, եթե կարելի է։ Մի հատ ընդհանուր գնահատական, ինչ է, այս թնջուկը ինչ գնալով ոչ թե լուծվում է, այլ ավելի է սենց լինում, էլի։ Ահա, իսկապես շատ կարևոր բաներ են կատարվում, Թրամփը փոխեց ամբողջ աշխարհը, ամբողջ ռասկլադը եւ ինքը իսկապես հեղափոխություն է կատարել ամերիկյան հասարակության մեջ։ Նրանք որ կարծում են, որ սա ինչ-որ պատահական բան է, այն ժամանակ պատահական, հիմա է ինչ-որ բան է, հեսա շուտով կպարզ բան կանեն, այս ամեն ինչը կփոխվի, իրան տեղը կբերեն, բան եւ չեն հասկանում ինչա կատարվել Ամերիկայում։ Այդտեղ մեծ հեղափոխություն է կատարվել։ Deep State-ին են հղում անում անընդհատի դեպքում։ Deep State-ը չի թողի։ Deep State-ը հիմա որ Ամերիկան մի մոռացեք, որ այնուամենայնիվ ժողովրդավարական երկիր է։ Եթե այնտեղ գալիս է իշխանության ժողովրդական մի շարժում, որը MAGA-ն է, Make America Great Again շարժումը, որ դառել է շարժում։ Հանրապետական կուսակցությունը արդեն կարելի է վերաբերել MAGA, որտեղ ինքը Թրամփը հասավ դրա, որ այն ռինոները, այսպես ասած, այդ բանը Republicans in name only, այսինքն որոնք ռինո ես ասացի բանի վրա։ Չէ, ոչ թե ընդհանուր վրա արդեն։ Հա։ Չէ, ռինո այդ իմաստով Republicans in name only, այսինքն հանրապետականներ միայն միայն անունով այդպեսին դրանք հեռացվել են ֆիկտիվ էլի հա ֆիկտիվ հանրապետականը դեղել կա դրանք չէ իրանք ֆիկտիվ չէ իրանք հին GOP-ն էին այսպես ասած հին Great Old Party այդ հին դինոզավրերը հա այդ մարդկանց հեռացրել են այդ շարժումը արդեն լրիվ Թրամփինն է Թրամփը առաջի իր ժամկետի ժամանակ ոչ մի loyal team չի ունեցել։ Ինքը կոմպրոմիսներ էր գնում։ Pence-ը կոմպրոմիս էր, որտեվ իրան ասացին Pence-ը պիտի լինի փոխնախագահ։ Քո փոխնախագահ, ինքը ստիպված գնաց այդ կոմպրոմիսի։ Աշխատանքային ղեկավարը էլի իրան փաթաթած բարդ էր։ Բանի սպիկերը կոնգրեսի բանի իր փաթաթած բարդ էր։ Բոլորը ու ինքը ըստ էության շատ բան չէր կարող անել։ Ինքը չուներ հավատարիմ թիմ։ Այս նաև տեխնացուն էր ուժեղ իր հակառակ։ Հիլարին իրականում ուժեղ էր ու այդ establishment-ի դեմքն էր։ Հա, բայց ինքը Հիլարին հաղթեց, բայց այնուամենայնիվ այդ իշխանությունը կառուցելու համար ինքը ստիպված էր գնալ բազմաթիվ կոմպրոմիսների, որոնք իրան թույլ չեն տալի լրիվ իր իդեոլոգիան իրականացնել։ Բայց 8 տարի հետո սա ուրիշ Թրամփ է։ Ջեյ Დი Վենսը, Թաուսի Գաբարտը, բանը Մայք Ջոնսոնը սա իրան հավատարիմ մարդիկ են հավատարիմ մեր Ռուբիոն դարել լրիվ իրան հավատարիմ Լինսի Գրահամը որը բան էր այտենց ամենամեծ պրոուկրաինացին էր հա Deep State-ի ոնց որ ամենահզոր ներկայացուցիչներից մեկը մի րոպեում փոխեց բանը անգամ Թաքեր Քարսոնն էր զարմացել արդեն բան էր անում քննադատում էր ասում էր լավ էլի sense կարելի է բայց այն ժամանակ ինչ էր անում հիմա մեկ էլ փոխվար Զելենսկուին բան արեցի հիմա այն ինչ որ կատարվեց Սպիտակ տանը White House-ում դա ընդամենը այս նոր իրողության արտացոլումն էր որովհետև եկել է մի մարդ որը ես ասեմ ինչա կատարվում պետք է բոլորս հասկանանք Սա այն տարբեր հայտարարություններ կարող անի հակասական մի օր ջայն խոսա մի օր փոխի բան եւ այլն բայց մենք պետք է դրատակը ստրատեգիան տեսնենք ի ստրատեգիան հետեւյալն է Դոնալդ Թրամփը իր ամբողջ թիմով որոշել է հաշտության գնալ
Ռուսաստանի հետ, որը փաստ է հրապարակված։ Երբ որ Witkoff-ը այսինքն այն մարդը, որը ամենամոտիկ մարդն է, որ Միջին Արևելքում Տրամպի ներկայացուցիչն է, հիմա էլ Ուկրաինայի այս բանակցություններում, ռուսների հետ բանակցություններում դարձել է իր ամենամտերիմ մարդը, երբ որ Witkoff-ը եւ Մարկո Ռուբիոն ասում են, որ մենք վարում ենք պրոքսի պատերազմ Ռուսաստանի դեմ, որը մենք որոշում ենք ընդունել դադարեցնել, Արդեն շատ սա բոլորին շոկի մեջ է մտցնում, որովհետեւ այդ ասում էին ռուսները, ասում են, որ Ամերիկան մեր դեմ վարում է պրոքսի պատերազմ։ Եվ դա ճիշտ էր։ Բայց հիմա Թրամփի թիմը այդ ճշմարտությունը ընդունել է, ավելին, այդ ճշմարտությունը ընդունում ես մենակ մի դեպքում, երբ որ դու ուզում ես հակառակն անել։ ուզում ես դադարեցնես այդ պատերազմը։ Եվ հիմա իր բոլոր քայլերը ուղղված են դրան։ Հիմա ինքը գիտի, որ բանը Զելենսկին չի կարող, Ուկրաինան չի կարող դիմանալ առանց Միացյալ Նահանգների օգնության, ինքը գալիս է իրան ասում, «Էս պետք է անես»։ Որտեղ սկսում է մի բան, որը եթե թույլ տաք ես իհարկե, սիրով, բանը անկաշկանդ մտնորդում եմ, մի հատ անեկդոտ եմ ուզում պատմել, որի համար կարող է, հա? Իրական դեպք է։ Չէ, անեկդոտ է։ Այս անգամ իսկական անեկդոտ է։ Լավ։ Հայկական անեկդոտ է, բայց այդ Տրամփ-Զելենսկի խոսակցությանը շատ սազում է։ Ինձ կներեք էլի մի քիչ բանա։ Չէ, մի վերնասանը Ոչ նորմատիվ լեքսիկա է։ Կարևորը դատում են հիմա։ Հա, չէ, չի լավ։ Ընտիր։ Ուրեմն որ մի քիչ հասկանաք այդ ինչ էր այդ հանդիպումը, նա այդ անեկդոտը պատմում։ Ուրեմն անեկդոտը հետևյալն է։ Մուկը անտառով գնում է, լացելով։ Հանդիպում է արջին, արջը մեկ էլ ռաստ է գալիս, ասում է. Մուկիկ ախպեր, ես խես լացում։ Ես բանը մուկիկ ասում է, չգիտես, ծանր վիճակի մեջ եմ ընկել, կյանքս արդեն ինձ չի հետաքրքրել չի, այս աշխատելուց հետո ծանր հոգնած որոշեցի մի օր իմ կայֆերը բռնեմ, գնամ մի հատ գելի ռեստորան, այնտեղ մի հատ օդ դշի մի հատ հանգստանամ բան եւ այլն, այն էլ ասում է եկավ գելը, խոզը, աղվեսը, բան, քյոտակեցին, խփեցին, նվաստացրին, մի հատ էլ քամագիս խփեցին, դուս գցին ռեստորանից, ինձ էսի կյանքա, էսի կյանքով ես ոնց գնամ առաջ, բա։ Եկել ես արջս, ոնց թե արա։ Հələ արիարա։ Բռնում այս մկան, գնում են գելի ռեստորան, ասում են, գել։ Աղվես, խոզ, հələ եկեք շարվեք ստե մի հատ Սմիրնի։ Սան գալիս շարվում են։ Արա ասում է, ուրեմն նայեք, սենց է լելու սրանից հետո։ Ուրեմն այս մեր մուկիկ ախպերը երբ որ գա, մտնի ես ռեստորան, այսինքն իրեքով շարվելու եք, չես տեք տալու, բանը ողջունելու եք իրան։ Եղավ։ Ախպեր ջան, հարց ջան, ոնց կասես բան։ Էդ ելը քիչ է։ Ուրեմն այս մեր մուկիկ ախպերը ինչ ուզի պատվիրի, ուտել, խմելով, բանով, սենց ամեն ինչ ուրեմն անում է։ Ուրեմն դու էլ գել, հետո փագում ես մուկիկի հաշիվը, ասում է եղավ, արջան, ոնց կասես բան, ասում է աղվես, դու էլ, երբ որ քեֆը բացվի ես մեր մուկիկի, ուրեմն կգաս մի հատ ջութակ կնվագես, կերքես, բան, որ ինքը իրան կայֆավա տանի, լավ զգա, եղավ, բան, եկել ես մուկիկը ֆռնում այս արջին, ասում է, լսի արջ, մի անգամ էլ ինձ մուկիկ ես ասել, բերանդ կջասել։ Մուկիկը որն է։ Իսկալից հետո։ Այսինքն գիտեք ինչ է։ Զելենսկի պայտակ Այսինքն շփոթվավ էլի, հա։ Ես վստահ եմ, այստեղ ինչն է ամենակարևոր բանը, որ չեն հասկացել։ Եվ իդեպ Զելենսկին եւ Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Երբ որ քո գլխավոր սպոնսորը, քո քեզ զինամթերք մատակարարողը, քեզ ֆինանսավորողը, քեզ քո կենսագործունեությունը պետության ապահովողը, քեզ ասում է, որ դու պետք է գնաս Զիջման է, հարցում։ Այս հարցում, որտեղ ինձ սա պետք է։ Դու չես կարող դա չկատարես, որտեղ հետևանքը լմա շատ ծանր։ Հիմա այս հետ են գալիս ամերիկյան հետախուզական տվյալների բանը դադարեցման, փոխանցման դադարեցման պատճառով էլ Ուկրաինան չեն տալիս ամերիկյան հետախուզական տվյալները, հատկապես Կուրսկում չէին տալի, որտեղ Կուրսկում այդ սաղ օպերացիան ամերիկացիք են, ռակետներով խփելը, Storm Shadow-ով, բանով եւ այլն։ Այսօր գիտեք ինչ է կատարվում Կուրսկում։ Այսօր Սուջան գրավում են ռուսները արդեն։ Սրբելով կատաստրոֆա է նա։ Որովհետեւ չունեն այդ բանը, այդ հնարավորությունը այլևս։ Հիմա ասեմ că նույն խոսակցությունը ես վստահ եմ տեղի ունեցել Պուտինի եւ Փաշինյանի միջեւ, որովհետեւ Ռուսաստանին 20 թվականին պետք էր որ այդ հարցը լուծվեր
այսպես կոչված Լավրովի պլանով։ Այդ 5 շրջանը որ պիտի տանք, Լեռնային Ղարաբաղը Քելբաջարով Լաչինով պահենք։ Ու այդ ժամանակ նույն խոսակցությունն է եղել։ Մուկիկը որոշել է բանի այդ արչի բերանը ջարդի, տվյալ դեպքում իսկապես արչի։ Ջարդի բերանը, ասել մենք մեզ պետք են ձեր խաղապաները, մենք ինքներս ենք մեզ խաղապա, այսքան մենք բան եւ այլ։ Էսա տեղի ունեցել ժողովրդի լեզվով բացատրված։ Սա ստրատեգիական ռասկլադը փոխում է։ Հիմա իհարկե այստեղ մի հատ շոկի մեջ է արևմտյան էլիտան։ Հիմա մի հատ փորձ են անում փրկության։ Որն է այդ փորձը։ Այսինքն Մակրոնը առաջարկել է, որ Ֆրանսիայի միջուկային պոտենցիալը օգտագործելով ստեղծել մի նոր անվտանգային համակարգ, եվրոպական անվտանգական համակարգ, ինքը պետք է յադերնի զոնտի կլինի, միջուկային անձրևանոց ծառայի, եւ ընդհանրապես ամբողջ Եվրոպան ինչ որ sense, բացի մի երկու երկրից, sense համերաշխության մի հատ բան է հայտնում 800 միլիարդի մասին են խոսում արդեն, որ պետք է իրենց մոդեռնիզացիա անեն, իրենց բաները, այդ ռազմական պոտենցիալը ու նաև ֆինանսավորեն ուկրաինական պատերազմը եւ այլն եւ այլն։ Բայց այս մարդիկ, ասեմ, մի քիչ կտրվել են կամ ոչ էլ կտրվել են, գիտեք, օրինակ Մակրոնի դեպքում, ասենք դու գիտես, չէ, որ 2 տարի հետո Մակրոնը չի լինելու իշխանության։ Վերջ։ Ֆրանսիական սահմանությունը դա Այսօր էլ իր իշխանությունը բավականին թուլացած է, որտեղ ինքը չունի մեծամասնություն պարլամենտում։ Հիմա ես օրինակ ենթադրում եմ, որ ավելի շատ այս բաները ուղղված են սեփական իշխանության ամրապնդման համար, որովհետև չի կարող լուրջ մարդը մտածի, որ դա հնարավոր է առանց ամերիկյան աջակցության այս պատերազմը տանել Ռուսաստանի դեմ։ Սովորական, ասենք, հաշվարկը դա ցույց է տալիս, որ դա հնարավոր բան չի։ Ուրեմն ինչի են դենց անում։ Ես կարծում եմ դա բան է, իշխանության ամրապնդման խնդիր է, որովհետև իրենք սեփական ժողովրդին պիտի բացատրեն, ինչի ենք մենք այսքան մեր տնտեսական վիճակը վատացել, որովհետև մենք էգզիստենցիալ վտանգի առաջ են կանգնած, դե հիմա մեզ sense վնասներ տրվեցին, մենք դրա համար ենք այս վիճակում։ Հիմա էլ ավելի վատ է լինելու, բայց այդ ինչի է տենց, որովհետև մենք մոդեռնիզացնում ենք մեր ռազմական ծախսերը, բաները եւ այլն, ամենալավ բանը դա մի հատ թշնամի ունենալն է։ Երբ որ ունես թշնամի, քո սեփական իշխանության կոնսոլիդացիայի համար դա ամենալավ բանն է։ Անգամ Մարգարետ Թետչերը Ֆոլկլենդյան պրովոկացիային գնաց դրա համար ներքին բանը ընտրությունները հաղթելու համար էլի։ Բայց ես եթե չէ։ Հիմա այս դարում չանես։ Հա։ Այս Մակրոնն էլ չի գնալու, չէ։ Ունի երկրորդ, էլ չի կարա։ Երկրորդ սրոկը չունի, երրորդ ցել իրանես Նիկոլի ջրերը էս չհասկանում։ Չէ, դե հիմա չէ, դա այս պահին ուղղակի իրանք չեն կարող 180 աստիճանով ֆրանկ, որտեվ դա իսկապես տասնամյակներով ստեղծված նեոլիբերալ մի հատ բան կուր համակարգ էր, որը դա չի կարա այտենց միանգամից ինչ որ բան անի, ինքը շարունակում է այդ ուղղությունը, բայց ես կարծում եմ, որ դա վատ հաշվարկ է, որովհետև իրանք պետք է հասկանան, որ ամեն ինչ փոխվել է։ Նոր Ամերիկա է։ Նոր Ամերիկա։ Իրանք Ամերիկայի nuclear umbrella-ի տակ էին, չէ՞։ Այս անվտանգային այստեղ մի հատ հետաքրքիր մոմենտ կա, որ բանը բրիտանական միջուկային զենքը ինքը պարզվում է, չի կարող իրարվել առանց Միացյալ Նահանգների թույլտվության։ Ինչի՞ իսկ այդ որովհետև բանը այդ պայմանավորվածություն կա, կարծեմ 1962 թվականի, թե Ամերիկայի ու Բրիտանիայի միջև, որ բրիտանական ամբողջ այդ միջուկային պոտենցիալը ենթակա է հավանության, ասենք կիրառումը դրա, ենթակա է հավանության Ամերիկայի կողմից։ Իսկ Ամերիկան, ասենք, դրա համար Մակրոնը էս ասում, այդ Դեգոլի անկախական բանը, այս բանը տվեց մեզ, որ մենք ունենք միջուկային զենք, որը մերն է։ Իրանք Դեգոլին պարտական են, բայց Դեգոլի արածների 5%-ը որ մի քիչ ուղեղով իրանք անեին, այսօր չէին հայտնվի։ Հա չէ, բնական է, այսինքն Դեգոլը բան էր, adekvat էր։ Իհարկե։ Դեգոլը adekvat էր, գիտեր ինչա ինքը ի վերջո եկավ տեսավ, որ Ալժիրը արդեն գնում է, ինքը ընդունեց եւ կարողացավ կառավարել, որ այո, մենք պետք է մեր պարտությունը ընդունենք այդ բանը, Ալժիրը պետք է անկախություն ստանա։ Այսինքն ՆԱՏՕ-ից դուրս գալու բանն էլ է։ Շատ adekvat էր ինքը։
ՆԱՏՕ-ից դուրս գալը էր այդ պահի համար ամենաճիշտ որոշումներից մեկը, որը սպառնալիք էր իհարկե, բայց վերջում կորցրեց իշխանությունն է դրա նաև պատճառը։ Մենակ ռազմական ստրուկտուրայից դուրս եկան, բայց մենակ ռազմականից դուրս եկան։ Բոլոր ազիմուտներով քաղաքականության անցան, այդ Գրեգորի հայտնի ձևակերպումներ, մանիֆեստներ, բայց ուզում եմ ասեմ, ես կարծում եմ, դե լավ կասկածի տակ չդրեմ։ Թող ապացուցեն, թող այդ 800 միլիարդը հավաքեն, թող զորքեր ուղարկեն Հայաստան, պես պաշտպանելու բանից, այդ Ադրբեջանից եւ Թուրքիայից ու Ռուսաստանից երևի։